Մինչ աշխարհը շունչը պահած սպասում է Պուտին-Թրամփ Հունգարիայում սպասվող հանդիպմանը, որն ըստ շատ փորձագետների կարող է բեկումնային լինել ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցում, CNN-ը իր աղբյուրներին հղում անելով հայտնել էր, որ Լավրով-Ռուբիո հեռախոսազրույցի ժամանակ ի հայտ են եկել ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնություններ։ Անգամ կարող է չեղարկվել հանդիպումը։ Կրեմլի մամուլի խոսնակը հերքել է այս լուրը, նշել, որ հնարավոր չէ հետաձգել մի հանդիպում, որի ժամկետը դեռ հստակեցված չէ։ Պեսկովը նշել է, որ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում։ Շատ փորձագետներ կարծում են, որ Վաշինգտոնը փորձում է համոզել Մոսկվային, որ Բուդապեշտի հանդիպմանը լինեն նաև Ուկրաինան ու Եվրոպան, եւ ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնությունները հենց այս սկզբունքային հարցի շուրջ են։ Այն, որ Եվրոպան խանդում է Մոսկվա-Վաշինգտոն հաճախակի դարձած շփումներին, պարզ է դառնում նաև Ֆրանսիայի նախագահի երեկվա հայտարարությունից։ Նախագահ Թրամփի եւ նախագահ Պուտինի սպասվող հանդիպման լուրն արդեն իսկ ողջունելի է։ Նախագահները կարող են հանդիպել քննարկելու իրենց երկկողմորակարգը, բայց այն պահից, երբ նրանք քննարկեն Ուկրաինայի ճակատագիրը, ուկրաինացիները պետք է լինեն սեղանի շուրջ։ Այն պահին, երբ նրանք կքննարկեն եվրոպացիների անվտանգության հարցեր, եվրոպացիները պետք է լինեն սեղանի շուրջ։ Թրամփի, Պուտինի ու եվրոպացի առաջնորդների հետ մեկ սեղանի շուրջ նստել ուզում է նաև Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ պատրաստ է միանալ Բուդապեշտում նախատեսված բանակցություններին։ Զելենսկին նաև հերքել է միջազգային մամուլում տարածված լուրերը, թե ուրբաթ Սպիտակ տանը Թրամփը համոզել է իրեն Ռուսաստանին զիջել Դոնբասը, խաղաղության դիմաց։ Թրամփը նույնպես հերքել է, որ ինքը որևէ բան է համոզել Զելենսկիին։ Ավստրալիայի վարչապետի հետ հանդիպմանը Միացյալ Նահանգների նախագահը հերքել է նաև ավելի վաղ արած իր հայտարարությունը։ Մի քանի շաբաթ առաջ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ասացիք, որ Ուկրաինան հնարավոր է հաղթի պատերազմում եւ պահպանի իր տարածքը, բայց հիմա մի փոքր ուրիշ բան եք ասում։ Դե նրանք դեռ կարող են հաղթել, բայց չեմ կարծում, որ կհաղթեն, բայց նրանք դեռ կարող են հաղթել, երբեք չեմ ասել, որ նրանք կհաղթեն։ Ես ասել եմ, որ նրանք կարող են հաղթել, ամեն ինչ էլ կարող է պատահել։ Խաղաղության համար Թրամփի խոսքով նախ եւ առաջ պետք է, որ ռուսական ու ուկրաինական բանակները կանգնեն այնտեղ, որտեղ այս պահին գտնվում են։ Սրա պատրաստակամությունն այս պահին չունի ոչ Մոսկվան, ոչ Կիևը։ Ռուս-ուկրաինական ճակատում հարվածները չեն դադարում։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի հոբ ուժերը գիշերը խոցել են 55 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռոստովի, Վորոնեժի, Կրասնոդարի, Ղրիմի երկնքում։ Բելգորոդի շրջանի գյուղերից մեկում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից 2 մարդ է զոհվել։ Ուկրաինական կողմը նույնպես զոհերի ու վիրավորների մասին է գրում։ Խերսոնի տարածաշրջանային պետական վարչակազմի տվյալներով ռուսական ուժերի հարձակումներից 1 մարդ զոհվել է, 3 վիրավոր կա։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։